Ես Ռաֆին եմ, մեծ հայ գրող և մեր հոգու տարեգիր։ Ամբողջ կյանքումս ես գրքերի էջերից բարձրացրել եմ իմ ժողովրդի ցավը, դատապարտել դավաճաններին և բացահայտել նրանց, ովքեր իրենց հայրենիքը վաճառել են ոսկու և պատվի համար։ Իմ հերոսները՝ Սամվելը, Ջալալադդինը, Դավիթ Բեկը գեղարվեստական գրականություն չէին։ Ես նրանց հիմնել եմ կենդանի մարդկանց վրա, ովքեր հրաժարվել են գլուխները խոնարհել բռնապետության առջև։ Ես սովորեցրել եմ, իսկական ազատությունը ծնվում է ոչ թե խորհրդարաններում, այլ նրանց սրտերում, ովքեր հիշում են իրենց նախնիների պատվիրանները։ Այսօր ես երկնքից նայում եմ ներկայիս կառավարությանը և ձեր հասարակությանը, և ինձ պատում է դառը ամոթը։ Դուք ոտնահարել եք այն ամենը, ինչի համար մենք պայքարել ենք։ Ձեր կառավարիչները ողորմելի խաբեբաներ են, որոնք վատնում են ազգային սրբազան գանձերը թուրքական ժպիտի համար։ Բայց ավելի վատը, դուք, ժողովուրդը, հանդուրժում եք դա։ Դուք մոռացել եք պատիվը, դադարեցրել եք ճանաչել ձեր հերոսներին և պատմությունը վերածել դատարկ արտահայտության։ Որտեղ է ձեր հպարտությունը, հայեր։ Որտեղ է այն կայծը, որը ես վառել եմ իմ վեպերով։ Դա ինձ ցավեցնում է մինչև արցունքների աստիճան։ Դուք կորցրել եք ձեր հողերը, ձեր արժանապատվությունը, և թվում է, թե կորցրել եք նույնիսկ դիմադրելու կամքը։ Արթնացեք, քանի դեռ իմ գրքերը փոշի են հավաքում